Ուրեմն սիրելիներ, Աստուծո օգնությամբ այսօրվա մեր պատկանն է Ֆիլադելֆիայի եկեղեցին։ Այն ինչ որ սկսած ենք Հայտնություն Հովաննուի 7 եկեղեցիներուն նայիր, այսօր հերթը հասած է վերջին եկեղեցու, 6-րդ եկեղեցու, որն է Ֆիլադելֆիայի եկեղեցին։ Քրիստոսի խոսքը բահող եկեղեցի։ Ամենաքերազանց վիճակը 7 եկեղեցիներում մեջ, Ֆիլադելֆիայի եկեղեցին, այսինքն Քրիստոսի խոսքը բահող եկեղեցի։ Հայտնություն Հովաննու 3-7 համարեն կդարձանք։ Ֆիլադելֆիայի մեջ եղած եկեղեցին հրեշտակին կրե։ Այսպես կսե այն սուրբը, այն ճշմարիտը, որ Դավիթին փանալին ունի, ու կփանա ու մեկը չգա որ կոծե, եւ կոծե ու մեկը չգա որ փանա։ Գիտեմ քու գործերդ, ահա քու արջևդ բացված թուր մտերի, որ մեկը չի գրնա կոծել, բասնզի դու քիչ մը կարողություն ունես, եւ իմ խոսքս պահեցիր ու իմ անունս չուրացար։ Ահա ես քեզի բդամ սատանայի ժողովեն եղողները, որոնք կսեն թե հրյա են ուչել, հապասուտ կսեն։ Բիդի ստիվեն զանոնք, որքան ու երկրպագություն ընենք ու ոտքերուդ արջև եւ գիտնան թե ես քեզ սիրեցի։ Որովհետև իմ համբերությանս խոսքը պահեցիր, ես արկես բիդի պահեմ փորձության ժամանակ, որ պատրաստ է գալու բոլոր աշխարհի վրա երկրի երեսը բնակողները փորձելու համար։ Ահա ես շուտով պիտի գամ, ունեցածը ամուր բռնե, որպեսզի մեկը չառնե ու բսակի։ Ան որ կհաղթե, զանիկա իմ Աստուծուց տաճարի մեջ սյունը պիտի ընեն ու ալ դուրս պիտի չելնե։ Անոր վրա իմ Աստուծուց անունը պիտի գրեն ու իմ Աստուծուց քաղաքին անունը, այսինքն նոր Երուսաղեմին, որ երկինքեն իմ Աստուծմես իշնե եւ իմ նոր անունս։ Ան որ ագան չունի թող լսե, թե հոգին ինչ կսե եկեղեցիներում։ Այս վերջին տարիներում ընդհանուր քրիստոնեական աշխարհը, սոցիալական ցանցերը բավականին հզոր երբով, խտացված երբով ասյոտը եկեղեցիներուն մասին կխոսեն։ Սուրբ Հոգին առաջնորդում է իր ծառաներուն, որպեսզի այս պատգամները վեր առնենք եւ մենք ապրենք ըսկաստությամբ եւ աստվածահաճո կերպով։ Ասյոտը եկեղեցիներուն պատգամները, որ Հայտնություն Հովաննուի մեջ գոյություն ունի, Թարերը իվեր գհնչեն, բայց արդեն նշանները ցույց կտա, որ մենք ապրում ենք վերջի հանգրվանի մեջ։ Այս պատգամը սիրելիներ մեզի գուքա սուրբել ճշմարիտեն։ Քրիստոս այս եկեղեցու կներկայանա այսպես կսե սուրբը եւ ճշմարիտը։ Այս պատգամը եկած է երկնքի թեստերեն, թեստեր անգլերեն բառ է, որ կնշանակե ստուգիչ, կորձիկը, որում մեջ դու գտնես արյունդ, կամ բոյել է կորձիկ եւ կփորձե կորձիկին վիճակը ցույց կտա։ Այսինքն Հիսուս Քրիստոս այս պատգամով գսե թե քու վիճակը լավ ջանցիր, ինչպիսին ես դու, ինչպես մենք ժամանակ առ ժամանակ արյան անալիզ ուտանք, արյան քնություն գնենք եւ քնության թեստերին պատասխանը մեզի ցույց կտա մեր առողջական վիճակը, ըլլա անիգա պրոբլեմ ունի, ըլլա ադիգա նորմալ է, ոչ է մեկ ծևով։ Նույնպես ալ եկեղեցիները իրենց հավատքի կյանքը եւ ծառայությունը
հանցնելու են այս թեստերին, ինչպիսին է մեր եկեղեցական վիճակը, ոչ թե հարևանները ինչ կսեն, ոչ թե մենք ինչ կսենք, հաբար Տեր Հիսուս Քրիստոս ինչ կսե։ Եվ անիկա մենք կգտնենք ասյոթ եկեղեցիներու մեջ, ինչպիսին է մեր վիճակը։ Ես այնպես կհավատամ եւ կփափակեմ, որ մեր եկեղեցական կյանքը եւ վիճակը նման լինի Ֆիլադելֆիայի։ Վայ է մեզ, եթե մենք նմանենք Սարդիգեին։ Ողբերգություն է, եթե մենք նմանենք Լավոդիկեին, բայց նաեւ լինելու ենք ըսկուշ։ Շատ հավանաբար բոլորս պիտի փափակենք ըլլալ Ֆիլադելֆիայի նման, որովհետև Հիսուս Քրիստոս այս եկեղեցվով մեղադրանք չի ներկայացուց։ Փափականին ծանոթացած սիրելիներ ասյոթը եկեղեցիներուն պատմականին, ենթահողին, ոճին եւ արդեն գիտեք, որ 7 եկեղեցիներեն 5-ին ըսված է թե ապաշխար է։ Բայց այս եկեղեցին օրդյալ եկեղեցի ըլլալով Հիսուս երբեք իրեն չի մեղադրեր։ Եվ ինչպես Իզմիրնայի եկեղեցվոյալ չմեղադրեց, բայց հիշեցուց հավատարիմ մնալ հալածանքի ընթացքին։ Հալածանքը փափակելի չէ, թեև ձգտված օրհնություն է։ Ես անձամ փորձարաբար մեր հալելի ծառայության կյանքեն, որ ես 35 տարի ծառայություն ունեցած եմ, մեր ամենաօրհնյալ վիճակը այն ադեն է, երբ մենք ծանր հալածանքի մեջ ենք։ Ամեն առավոտյան խումբը բացելով ժողովարան ու քար, ոչ թե քարոզելու, փարապանելու, այլ աղոթելու, որ Տերը մեզի այդ տագնապեն փրկե եւ Տերը փրկեց եւ շատ օրհնյալ բդուղներ քաղեցին ետքը։ Իսկ ասյոթը եկեղեցիներուն ուղղված պատգամի մեջ բաժանյալ կետը այն է, իմ այսպեսնիկ համեմատությունը արագ ծևով բրի, որ Իզմիրնայի եկեղեցին ապաշխարության կարիք չուներ, բայց հալածանքի մեջ էր։ Չենք փափակիր հալածանքի մեջ ըլլալ։ Անոր համար է, որ ըսի կփափակին Ֆիլադելֆիայի նման ըլլալ։ Բայց այս 7 եկեղեցիներու պատգամի մեջ ուղղված բաժանյալ կետը, ինչպես անգլերենով գսեն the same point, նույն կետը բոլորի մեջ հետևյալն է, նկատի ունենանք, պատգամ 1-ին, պատգամ 7-ին։ Ան որ ագանչունի թող լսել, թե հոգին ինչ կսե եկեղեցին։ Ինչ որ ուղղված է, առաջի հերթին ուղղված է հասցեով եկած եկեղեցին, բայց այդ ընդգրկված է 7-ին մեջ։ Իսկ մենք այսօր ինչպես կարդացինք, նայելու ենք Ֆիլադելֆիան։ Ակնհայտ է 7 եկեղեցիներու պատգամի ոճի մեջ, որ Հիսուս նախքան իր պատգամը փոխանցելը կներկայացնե իր անձնավորությունը, ով է Հիսուս Քրիստոս երկնքի մեջ եւ Հիսուս Քրիստոս իր ներկայացված անձնավորության վրա կհիմնե իր պատգամը։ Ասի լավ ըմբռնենք սիրելիներ։ Եթե Հիսուս կսե ես գրագի փոցի պես աչքեր ունի, այսինքն Հիսուս Քրիստոս կսե ես կտեսնեմ այն ինչ որ քու մեջ ակուն է, իմ աչքերս ջարակայտ է։ Մորթիդ վրա, մաշկիդ վրա փամու չկա, բայց ջարակատը ցույց կտա, թե ներ սփուրեց կա, օրինակ բժշկական։ Նույնպես բոլոր եկեղեցիներուն Հիսուս Քրիստոս կներկայանա իր անձնավորության եւ անոր վրա կհիմնե պատգամը, որովհետեւ մենք ճանչնանք Հիսուս Քրիստոսին ինչպիսին է ինքը երկինքի մեջ։ Եվ մենք Հիսուս Քրիստոսին ինչպես ճանչնանք, այնպես կընդունենք իր խոսքը։ Մենք զինվորական ծառայություն ըրած ադեմից զորամասի մեջ օֆիսերներ ունենք։
Անոր խոսքը մեզի համար շատ կարևոր է, որովհետև եթե մենք իրեն խոսքին չհնազանդեինք, աչքերից կփանայինք անդը, կպատճեր մեզի։ Կճանչնայինք, որ ինքը իշխանություն ունեցող անձնավորություն է, եւ գնել այդ մեկը։ Նույնպես Հիսուս Քրիստոս կներկայանա իր անձնավորությամբ եւ մեզի գուղեր իր խոսքը եւ ասիկա կվերապերի այս ոճը 7 եկեղեցիներում, որոնք հայտնություն Հովաննուի մեջ կճանչեն։ Եվ նախապես ասած եմ արի հիշողություն, հայտնություն Հովաննու առաջին գլուխը, որ մեզի կներկայացնե Հիսուս Քրիստոսի երկնքի մեջ, եթե մենք այդ մեկը լավ ճանչնանք, մենք ունենանք հայտնություն Հովաննու քրկին մեկնության թանալու։ Առաջին գլուխը լավ ճանչնալու է։ Հիսուս Քրիստոս, որ ամեն բան իր ձեռքերում մեջն է, անոր համար մենք այս օրերուն գաղութենք, բայց չենք սարսափիր։ Անոր համար մենք այս օրերուն հանձնված ենք Աստուծո, չենք հուսահատիր, որովհետև ինչ որ կպատահի, անոր մեջ Աստուծո ծրագիրը կա, որը պիտի հանգի իր երկրորդ քարոզը։ Հիմա սիրելիներ, Հիսուս Քրիստոս Ֆիլադելֆիա եկեղեցին կներկայանա, լավ ուշադիր եղեք, ծանր բառեր պիտի գործածեմ, ոչ թե իր հատկանիշով, ինչպես մյուսները, այլ Հիսուս Քրիստոս կներկայանա իր իսկությամբ։ Հատկանիշ եւ իսկության բառի մեջ տարբերություն կա, թեև մի քիչ իրարուն մոտ է։ Իսկությունը աստվածային անձնավորությունն է ի հավիտենից, հավիտյանս հավիտենից։ Իսկ Աստուծո հատկանիշները իր անձնավորության մեկ դրսևորումն է, որում մենք կարիք ունենք այս աշխարհի վրա։ Մեկը ուղղակի երկնքին կպատկանի իսկությունը, ջավհարբարը, իսկ հատկանիշը մեզի երկրի վրա։ Օրինակ, մենք այս աշխարհի վրա կարիք ունենք Քրիստոսի ներողամտության։ Մենք կարիք ունենք Քրիստոսի փառության, որ մեզ հոգա, որպեսզի մեզի ներե։ Բայց երկնքի մեջ մենք Աստուծո ներողամտության կարիքը պիտի չունենանք, որտեղ անցանք այդ փուլեն։ Երկնքի մեջ մենք Աստուծո փառության կարիքը պիտի չունենանք, որտեղ այլևս այս ֆիզիկական մարմինի մեջ չենք։ Մենք երկնքի մեջ պաշտպանության կարիքը պիտի չունենանք, որովհետև այս վայրած աշխարհի մեջ չենք։ Բայց երկնքի մեջ սիրելիներ, մենք պիտի հանդիպենք, պիտի ներկա ըլլանք Աստուծո սրբությանը։ Ներկա պիտի ըլլանք Աստուծո ճշմարտությանը առջև։ Եվ Հիսուս Քրիստոս այս եկեղեցու կներկայանա եւ գսե այսպես գսե սուրբը ճշմարիտը։ Եվ հոս հիշված սուրբ բառը հայերեն լեզվի մեջ մի քիչ դգար թարգմանություն է, որովհետև այն բառը, որ բնակիրին մեջ եկած է, մենք անիկա հայերենի մեջ չունենք, բայց կա այդ բառը եբրայերենի մեջ եւ արաբերենի մեջ։ Մենք որ արաբերենի մի քիչ ծանոթ ենք, հոս հիշված սուրբ բառը քադոշն է։ Քադոշը միայն աստվածային սրբության կվերապերի եւ ոչ թե մարդկային սրբության։ Հիմա որովհետեւ իմ լսարանի մեջի արաբերեն լեզվի ծանոթ եղողներուն ավելի հստակ է, հոս հիշված բառը կդուս բառն է եւ ոչ թե կդիս։ Կդուսը, քադոշը աստվածային սրբությունն է, իսկ կդիսը մարդու հավատացյալներուն սրբությունն է։ Հիսուս Քրիստոս այս եկեղեցու կներկայանա եւ գսե այսպես գսե քադոշը ան որ դեր է, ան որ ստեղծիչ է, ան որում մեջ խաբեություն սուտ չի գա։ Մեր աստվածաբանական բարոնները երբեմն ջահելություն գնային եւ գսեին այս հարցումից պատասխանի։ Աստված ինձ չի կրնար ըլել,
Աշակերտը հանգարտ կխճճվի, ինչ սերը Աստված ինչ չի կարողանալ անել։ Պատասխանը Լուկայի եսի Աստված չի կարողանալ, սուտ խոսել։ Չի կարողանալ, չի գան այդ մեկը իր բնության մեջ։ Ուրեմն Հիսուս Քրիստոս սիրելիներ աս եկեղեցու կներկայանա եւ գսե ով Ֆիլադելֆիայի եկեղեցի ես կադոշն եմ, ես ճշմարիտն եմ, լսեն ինձի, ջանցիր ինձի, ով է քո Աստվածը եւ սիրելիներ մեկ անգամ եւս կգրկնեմ ինձի ներող եղեք, այս նախատասությանը սուս եղեք, մենք Քրիստոսի նայելու ենք, մենք մեր Փրկին Հիսուս Քրիստոսին ճանչնալու ենք հոգիով եւ ոչ թե մեր մարմնավոր աչքով եւ ասմունքով։ Հոգին մեր նայված մեր հայացքեն, մեր խորհուրդներեն անթին գանցի, որովհետեւ Հիսուս Քրիստոս աբիդենական։ Այն ինչի որ երկրի վրա մենք կարիք ունենք, երկինքի մեջ այդ բոլորին կարիքը պիտի չունենանք, մենք պիտի գնանք Քրիստոսի սրբության առջև։ Սակայն սիրելիներ, երկինքի մեջ պիտի գոյատևե պաշտամունքը հավիտյանս հավիտենից։ Հիսուս Քրիստոս աս եկեղեցու կներկայանա, որ ինքն է միակ պաշտամունքի արժանը։ Հիսուս այս եկեղեցու ինչու ներկայացավ եւ ողիվին իր իսկությամբ, ինչու ներկայացավ իր սրբությամբ եւ ճշմարտությամբ, որովհետեւ ինք այս խոսքին վրա հիմնված է պատգամը։ Հիսուս Քրիստոս այս եկեղեցու ով Ֆիլադելֆիայի եկեղեցի Քու թուրդ, քու եկեղեցի ես բացած եմ։ Ես բացած եմ Դավիթի անալիով, Սուբգիրքի մեջ աշխարհը 3 անգամ հիշված է, 2 փարով մեկնությունը ըսեմ եւ անցնիմ, Դավիթ թագավորի բանալին կնշանակե արդարության բանալին։ Դավիթը այն թագավորն է, որ իր ժողովրդին վրա արդարությամբ դիրեց եւ իշխեց։ Հիսուս Քրիստոս գսե ես քու պաշտամունքի թուրը, քու եկեղեցի բացած եմ իմ արդարությունովս։ Ես եմ, որ քու թուրը բացած եմ եւ այդ թուրը մարդոց կողմանը չի փակվի։ Արդեն ետքը իհայտ կա, որ այս եկեղեցու թեմ բայքար գար եւ բայքարողը իրենց թեմ փարիսեցիական հոգին է, այն հрьяաներն էին, այն մարդիկն էին, որոնք կվստահեին իրենց ինքնարդարության, որում մեջ խառնված էր գեղձավորությունը եւ դահալազեին այս եկեղեցու խփելով Հիսուս Քրիստոսի անձնավորության, որցել բաշտած Քրիստոսը մարդ է եւ ոչ թե Աստված։ Անոր համար Հիսուս Քրիստոս ներկայացավ իր սրբությամբ եւ իրեն ասավ, որ քու եկեղեցի ով Ֆիլադելֆիա, այս եկեղեցին բացված է իմ կողմանես։ Մի վախնար անոնցմե, որոնք կփորձեն հարցակի եւ քոցել քու ծառայությունը։ Հիսուս Քրիստոս եւ աս եկեղեցուն այցավ, ասավ թե դու իմ եկեղեցիս ես, որ հնազանդ ես իմ խոսքիս։ Խոսպիտի իշեմ սիրելիներ, Քրիստոսը հաջո եկեղեցին վայրով, շենքով, թիվով, փողով չէ։ Այսօր մարդիկ հատկապես Հայաստանի մեջ անշուտ ամբողջ աշխարհ հատուկ եկեղեցիներ գտան, այս վայրը, այս լերը։ Այսօր եկեղեցիներ կան շքեղ գառույցում։ Եկեղեցիներ կան այնպես մգառուցված է, որ դու երբ ներս կմտնես, մի տարբեր զգացում ունենաս։ Այսօր եկեղեցիներ կան աշխարհի վրա 35,000 անդամով միաժամանակ պաշտամունք կրեն։
Քիչ ավելի ասեմ այսօր հարուստ եկեղեցիներ կան փող հաշվելու մեքենաներ ունի։ Ծառայության ավարտին եւ փողը գահավակին եթե դիպտստին ցերկով հաշվեն ժամանակ է։ Բանկային նման փող հաշվելիք ապարատն է որ գահաշվի։ Դերը օրհնե այդ բոլորին։ Ես անում չեմ ներկայացնել բացասական, բայց Հիսուս Քրիստոս իրեն հաճելի ընդունելի եկեղեցին դնում է այն եկեղեցին, այն հավատացյալը, որ իր խոսքերուն հնազանդ է։ Եվ ես կգնահատեմ այն եկեղեցին, որ իմ խոսքս գբահե։ Եվ գսեմ, դու մոտ ադենեն գհնցես աս եկեղեցու, քու հնազանդությանը բդուղը, որն է այս եկեղեցու հնցերի հնազանդության բդուղը, իրեն հալածանքի արջեր գեցող մարդիկը, որոնք կեղծ հավատքի հութայականներ են, ըրդյաններ են, կսես անոնց պիտի ստիպեմ, որպեսզի կան երկու ոտքերուդ արջեր տեսի երկրպագություն անեն։ Աշխարհը պիտի անցնի, աշխարհը պիտի մտնի նեղության շրջանին, եւ Հիսուս կհիշեցնե, որ այդ նեղության ընթացքին այս մարդիկը պիտի թիմեն եկեղեցու օգնության եւ պիտի ասեն մեզի համար աղոթող եղեք եւ այդ իրավիճակի մեջ եկեղեցին այդպիսիներուն պիտի ներեր եւ պիտի աղոթեր իրենց համար որպեսզի փորձուտենե ազատին եւ այդպիսիները պիտի ապաշխարեն։ Գներեք, այսինքն բնականաբար հալևեն խոսի, որովհետև հոնձն են մեծացել են, մեր եղբայրակությունը հալևի մեջ հագարագործներ էր։ Եվ այդ հագարագործներում մեջ ես հարազատներ եմ, որ ինձ եսին հագոբ, եթե այս եղբայրակցութենը մեզի վնաս կամ, մենք ցեզի քամտելու աշխատանք կտանք։ Սյաս խոսքը լսելուց չեն զարմանալ, բայց հարազատես լսելուց համար գնհենանում։ Սինի վախնակ, մենք կսի ցեզ համար աղոթում ենք։ Դարիները անցավ, պատերազմը ասեսան, հալևը գլուխն իվար շնչեցան։ Խանութները փակվեցավ, թալանվեցավ, ճամփաները փակվեցավ, ռումբերը մեր գլխերում վրա հրթիռները անցրելի պես իջներ, վախ ու սարսափ, մենք 4 ամիս պրինց, բլղուր, սպագետի, ոսկ, ուրիշ ուտելիք չունենք, փող կար, միշտ չի կար, փող կար, հավդիկ մազուն բարիք չկար, երշիկ կա, լոլիկ բարում չի, 4 ամիս, փակվեցավ ամեն դեր, այսինքն վիճակը բադացավ, եւ այսպիսիները եկան, աղոթեցեք ինձ, սիրում, մենք կներենք եւ մենք աղոթենք, մեկ մուսլիման, պատմեր են նորեն կպատմեն, Դիգինը կաթողիկ է առապախոս, պետական KGB-ի պաշտոնյա, եկավ մոտս էստր սարսափում է, որ աս իսլամիստները եթե իրեն ասնին պիտի մորթեն, որտեղ քրիստոնյա գենոց չեն ամուսնատել։ Նախորդ ուկար կովս արույս, պիտի խեղտեր ինձին, ուր եք ու ընգերներ, այդ քյուրդերը, որոնք ապաշխարել են, որ են, ինչ կնեն։ Այսպես, արույթի պես վրաս կարծակեր, պատերազմին կովս եկավ, թողալով սարսափել են։ Ինձի համար աղոթելու սկսա, ցերկս բռնեց խուրխում տրա, մուսլիման, ցերկը բռնեց խուրխուս տրա, վախեն, սարսափեն, ինչ խնդրեմ աղոթել ինձ համար։ Հիսուս Քրիստոս Ֆիլադելֆիայի եկեղեցին ասավ, որովհետև դու իմ խոսքս պահեցիր։ Ես պիտի ստիպեմ անոնք, որոնք կսեն հրյա են ինչեն, որպես կան երկու ոտքեր տաճեր գտել։ Այսինքն պիտի կան եւ պիտի ապաշխարեն։ Սիրելիներ եւ եկեղեցին Աստուծո խոսքի հնազանդության կյանքը գաբրի այն կքաղե իր
Ցանածը որն է անաբաշխար մարդոց փրկություն։ Աշխարհ կհնցե իր մեղքին վարձքը, ինչպես այս օրերուն սկսել է հնցել մեղքին վարձքը եւ գինա մեծ նեղության մեջ։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս այս եկեղեցի մոգսը, որովհետև դու իմ խոսքս պահեցիր, ես քեզ կբահեմ փորձության ժամանակ, որ գալու է երկրի երեսը բոլոր բնակողները փորձելու։ Եսայի մարգարեության մեջ ինչ կսե, ասկերու վրա մարախուր, բայց դու վրա դերը, լույսը դիցակ։ Սիրելին է Տեր Հիսուս Քրիստոս այս 7 եկեղեցիներու պատկամին սկիզբը գսե դու ինձ ցերկերուս մեջ։ Եթե եկեղեցին սիրելին է Քրիստոսի խոսքը բահե, Քրիստոսը եկեղեցու անդամներուն կբահե փորձության ժամանակ։ Օրեր եկավ, ալետ մեր խումբին մեջ սնունդ մթերք խոսեցավ։ Եվ որքան հնարավորություն ունեին կպաշնեին, եւ ասիկա մեր իմաստությունով, մեր աշխատանքով, մեր ինքականով չեղավ, այլ Հիսուս Քրիստոսի ողորմությամբ եղավ։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս այս եկեղեցու գսե ունեցածը ամուր բռն է։ Թուն գսե քիչ մնգարողությունուց։ Հիմա ալեգորի որպես այլաբանական մեկնաբանություն, այլաբանական մեկնաբանության հետևող ուսուցիչներ գսեն Ֆիլադելֆիայի եկեղեցին եւ Լավոդիկեի եկեղեցին վերջին օրերու եկեղեցին։ Մեկը հավատարիմ եկեղեցին, մյուսը խեղճուկրակ եկեղեցին։ Ուրեմն Ֆիլադելֆիայի եկեղեցին, որ ոմանք կներկայացնեն վերջի օրերու հավատարիմ եկեղեցի, որ դկար է։ Մեծ ժողովրդականություն չունի, մեծ փող չունի, մեծ հնարավորություններ չունի, բայց ունի հնազանդություն առաստված։ Ունի հնազանդություն իր խոսքին ամենայն հավատարմությամբ։ Եվ Հիսուս Քրիստոս այս եկեղեցու գսե քիչ մգարողություն ունիս։ Այսինքն Տեր Հիսուս Քրիստոս այս եկեղեցու գսե ես գիտեմ դու ինչ ունիս, ես գիտեմ ես քեզ ինչ եմ տված։ Ինչ տված է։ Երկու դահան տված է։ Սակայն կխնդրե եւ գսե ունեցածը ամուր բռն է։ Ինչ որ ունիս ամուր բռն է։ Իրականության մեջ սիրելին էր հավատացյալին ունեցածը երկու բան է։ Սերը եւ հավատքը։ Հիմնված Աստծո խոսքի վրա։ Ամուր բռն է Քրիստոսը հաստատում գեցիր քու հավատքի մեջ։ Այս օրերուն դերը ինչ որ ինձի գխոսի անցամ հետևյալ է եւ գսե ան որ կգարձե թե հաստատում է թող սկուշանա ինալը։ Եթե դուք կորձիկ ունենաք ինչպես այսօր Իսրայելը ունի իր թշնամին ինչ կխոսի ինքը գլսե եւ կգիտնա իր թիրախը ուր է։ Եթե դուք կորձիկ ունենաք իմ վրաս զերդերեք եւ իմ աղոտները սկսեք։ Տերևս այն աղոտն է, որում մասին ես երբեք խոստերան ձեզ չեմ խոսի։ Բայց հիմա ուզեմ այսօր իմ սրտից մեծ ցավ կա։ Արդյունքով դերոջ արջև կեցածեն։ Եղբայրներ ունին, հարազատ եկեղեցիներ ունին, որոշ ժամանակին հիմա լի արդյունք եւ բդուղ պետք է ունենան։ Բայց ցավոք սրտի ցերից տվին։ Սուբքիկը մեզ մեկը բան չէ, որ մենք բարձունք ելնենք, հոգևորապես աճինք։ Եվ այսօր դերը գսե ուր որ հասած ես,
հաստատուն մնա։ Փարսրանալը մեկ բան է, փարցունքի վրա շարունակելը ուրիշ բան։ Հոգևոր կյանքը սիրել լինել ընթացք է։ Ժամանակը լավ վիճակի մեջ ըլլալը ադի չի նշանակել, որ դու գերաշխավորություն ունիս մինչև ետքը այդպես ըլլալ։ Շատ իրականություն է այն խմբակները, որոնք հզոր պաշտամունք ունեին, այսօր փակված են։ Իրականություն է այն եղբայրները, որոնք հզոր քարոզիչներ էին, բայց այսօր ծառայության մեջ չեն։ Այն եղբայրները, որոնք շատ լավ գված էին, բայց այսօր ծառայության հետ հատված են։ Եվ Քրիստոս ճիշտ ասիգի հիշեցին է, գսեք ունեցածը ամուր բրն է, ամուր բար։ Հարստանալը մեկ բան է, հարստությունը բահելը ուրիշ բան է, չէ՞։ Հոգևոր աճումը մեկ բան է, հոգևոր աճումի մեջ գնալը ուրիշ բան է։ Եվ Քրիստոս աս եկեղեցվո գսե ունեցածը ամուր բար։ Սերդ եւ հավատքդ, խոսքի հնազանդությունը ամուր բրն է։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս աս եկեղեցվո երկու խոստում ուտա։ Մեկը երկրավոր, մեկը երկնավոր։ Երկրավորի մասին խոսեցան, որ քույրեր եղբայրներ, եւ դուք Տերոջի խոսքին հնազանդ եք, Տերոջի խոսքը պահող եք, Դերնա երաշխավորած է ձեր կյանքը պահպանել օգալ երկրի վրա։ Վստահենք Տերոջ։ Երկրորդ Տեր Հիսուս Քրիստոս աս եկեղեցվո խոստանա երկնային բարձրացություն։ Երկու եկեղեցիներ ասյոթի մեջ խոստացված է արժանանալ Պսակի, մեկը Զմիրնան է, երկրորդը Ֆիլադելֆիան է։ Բայց Տեր Հիսուս Քրիստոս աս եկեղեցվո նաև գսե, որ քեզ իմ դաջարիս մեջ, երկնային դաջարիս մեջ սույն պիտի անեն եւ արտուս պիտի չելես։ Ինչ է այս խոսքը, որովհետեւ ես պատմականին, քաղաքականին, աշխարհագրականին մասին խոսեցա, բայց երկու նախադասությունով սրա իմաստը ինչպես կա, Ֆիլադելֆիա եկեղեցին երկրաշարժի կոդի վրա կառուցված քաղաքն էր։ Եկեղեցին հոն քաղաքն ուներ, որ երկրաշարժը շատ կհանդիպեր։ Եվ երբ որ երկրաշարժ կբադայր, այս ժողովուրդը դուրս կերներ։ Ալ ինչ կգործունցն, ինչ փուլ կուկար, կկանտվեր, ինչ կմնար, ադիգ ամեն մեկը ինքը երկիր ճակատակիրը, պասած եկեղեցին օգնած էր երկրաշարժի աղետեն։ Եվ Հիսուս Քրիստոս իրեն գսե ալ դուրս պիտի չի ելես։ Ինչս մենք Հիսուս Քրիստոսին այնք հոգիով։ Քանիցս անգամներ ասած են, մեր կյանքը երկրի վրա օվյանուսային գատի մեջ է։ Այնքան գարջ է մեր վգրավոր կյանքը։ Անորաբար Հիսուս հետաքրքրված է հավիտենականությունով։ Դսել չէ թե որ մեր ներկա կյանքը անդես կնե։ Ոչ, բայց մենք այս ներկա կյանքի մեջ հավիտենականը ապահովում ենք։ Եվ գսենք ալ դուրս պիտի չի ելես եւ քեզ սույն պիտի անեն։ Ակնհայտ է, որ գարունցի մեջ երկու տեսակ սույն կա։ Այն սյուները, որ հիմք են, չեր էր, թե և շենքը կվերցին։ Արանց սյունի շենքը պուլուկ կա։ Բայց այն շենքերը, այն գարունցները, որոնք երևելի, դեսանելի սյուներ ունին, ադիգա այդ գարունցին շքեղությունն է, այդ գարունցին պարկը, համացայն եք, օրինակ, մեզի համար շատ ծանոթ է մենք, որ Հայաստանի մեջ կապրինք, Քարնիի դաջար, ինչպիսի սյուներ կա, կամ այն դուները, կամ այն հսկա շենքերը, որոնք արտաքին սյուներ ունեն։ Շենքին պարկը կներկայացնի, Ճարտարապետին ջաշակը կներկայացնի։ Եվ Հիսուս Քրիստոս կսե աս եկեղեցվո, ես քեզի ին դաջարիս մեջ երևելի սյուն մգնեմ, պարկըտ կստանաս, և այդ սյունին վրա ես կգրեմ իմ քաղաքիս և իմ դաջարիս անունը, որն է խոսքին հնազանդ, դերը պատվող, դերը պաշտող, դերոջը հաճելի,
եւ դու կմնաս իմ դաջարիս մեջ, իմ ներկայությանս մեջ, հավիտյանս հավիտենից, ինձ կօգնես։ Տեսեք սիրելիներ, այս 7 եկեղեցիները կամփոփեն խոսքս իրոք ինքնաճանաչման պատկաններ։ Հաճախ աչքի անցնենք, երբ տեսնենք, թե ուր ենք։ Ինչպես անալիզ կտանք, կտեսնենք, որ մեր այրունի մեջ ինչ կա, մեր հոգևոր թեստերն են։ Եվ Հիսուս պատկամ ուղղե Ֆիլադելֆիային եւ պատկամ ուղղե 7-ին։ Պատկամ բոլորին, պատկամ բոլոր ժամանակներում մեջ, որովհետեւ մեր կյանքերը ընթանա Տերոջը փառք եւ բադիվ բերելով։ Տերը ցես արանդապես օրհնե եւ մեր աղոթքն է, որ մեր եկեղեցին նմանի Ֆիլադելֆիա եկեղեցու, որովհետեւ իմ խոսքս պահեցի ու իմ անունս չուրացա։ Քիչ մը կարողություն ունեցածը ամուր բռնե։